Դրի արտահոսքերով բազմաբնական շենքա 6-րդ հարկում ենք 7-ից ունենք հոսքեր, այսինքն վերևը պատի հետևը հայլային հաջորդ բաղնիքն է, արդեն ասել եմ ուսումնասիրությունների կանխով կարծում եմ, որ պատի հետևի բաղնիքն է, ուսումնասիրենք հասկանամ։ Դե ինչ ուսումնասիրությունն ավարտած է, այս ուղղակի ամփոփում է, այսինքն մեր մոտ ասենց ֆիքսված սա հենց վերևի տունն է, այստեղ ասենց խոնավացրել, այս հատվածն է խոնավացրել ննջարանի կողմից, սա մեր բաղնիքն է, այսինքն այս պատի հետևն էր խոնավացած, ամբողջ մտին հնարավորում է, որ այս պատի հետևը, այսինքն այս պատի հետևը հարևանի հայլային բաղնիքն է, ունենք, հարևանի տունն ենք, գործը երկարեց, որովհետև համատարած, էսի ոնց որ երկարացած խնդիր է, համատարած ընդհանուր այս պատերը խոնավաչափով գերխոնավ էր, այսինքն այս հատվածները մեր արտահոսքը գտնվում է այս անկյունային հարևանի պատից, դրա համար շատ երկար է, ճնշումներով ստուգել եմ, կոյուղին տեսադիտարկել եմ, մասամբ չէր լինում տեսադիտարկել, որովհետև 90 անկյունը շատ էր օգտագործած, ցույց տամ խնդիրը բացահայտելու ձգձգվելու պատճառը հետևյալում էր, այս կոյուղին սովետական մոնտաժ է, այսինքն ինքը եկել էր այսպես անկյուններով, այս անկյունը արդեն հնարավոր չէր կամերայով ոչ մի ձև անցնել, ինքը փակ անկյուն է, այստեղից էլ հնարավոր չէր, ու արտահոսքը գտնվում է հենց այս մասում, այսը միայն հիդրոխցաններով են կարողացել ստանանք, այսինքն տեսադիտարկումով չստացվեց, բայց հիդրոխցանով արտահոսքը դեռ ստացել եմ, համոզված եմ, որ այս հատվածում է, պատվիրատուին խորհուրդ եմ տվել արտաքին մոնտաժ անի, հենգեցերը մոռանա։